Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեղադրանքի մեջ գրված է ձեր ասած հարցի հետ կապված։ Առաջին հրապարակումը 24 թվականի եւ երկրորդ հրապարակումը 20-ին։ Մեր մոտ հարց ակեց, արարքը երբ ավարտվել։ Դուք ո՞նց եք տեսնում հանցանքը ենթադրյալ բոլորն ավարտվել։ Իրենք մեզ պաշտոնապես բարձրաբանել են, որ հանցանքը ավարտվել է առաջին հարցազրույցը, այսինքն 24 թվականի հարցազրույցը հրապարակվելու պահին։ Արարքը ավարտվել։ Երկրորդ հրապարակումը իրենք ասում են, որ սա առաջինի կրկնությունն ու վերահաստատումն է։ Ուրեմն իրավական հանցակազմի տեսանկյունից կրկնություն, վերահաստատում դրանք բացարձակապես որևէ նշանակություն չունեն։ Նշանակություն ունի արարքը սկսվեց եւ ավարտվեց։ Մենք ասում ենք 24 թվականի սեպտեմբերի, որ ամսից փետրվարի 3-ին ավարտվել է, որովհետեւ այդ օրը հրապարակվել։ Հիմա դրանից հետո այս մանկական պատճառաբանությունները դատախազության, որ կրկնվել է, չի կրկնվել, այսինքն ի սկզբանե իրենց պատկերացում հանցանք չէ, հետո որ մի հատ էլ է նույնը ասում, դառնում է հանցանք, իրավաբանության մեջ նման հասկացողություն գոյություն չունի։ Հիմա իրենք այս ամեն ինչը շրջանցելով մի հատ հարցի պատասխան պետք է տան։ Եթե դուք այդքան արդար եք, եթե իրավական հզոր միտք ունեք, պարզ կանեք, բացատրեք, ասեք, որ 23 թվականի հաղորդման մեջ, այդ հրապարակման մեջ, երբ որ ասում է ռազմական հեղաշրջում, նույն ուժային կառույցն է, նույն բանն է ասում, գրեթե բառացի նույն բանն է ասում։ Ասեք, որ սա այս մեկը կապ չունի, ասեք։ Հիմա 24 թվականն էլ 23-ի կրկնություններ։ 23-ին էլ 20-ի կրկնություններ դնենք, ասեիք։ Այսինքն իրենք այստեղ իրավական որևէ փաստարկ չունեն։ Շատ դատարկ է այս առումով եւ շատ մանկական իրավաբանություն են փորձում խաղալ, սա այն նույն մեթոդն է, որ փորձում են հասարակությանը ինչ որ բառ ասելով մոլորեցնել։ Բայց ցանկացած իրավաբան թող գան նստեն, մենք միասին ասուլիս անենք, դատախազության ամենահզոր իրավաբանները թող գան նստեն, միասին ասուլիս անենք, բանավիճենք, տեսնենք ոնց են այս հաստատակից դուրս գալու։ Հեշտ է հետևում կանգնել, ինչ որ բառ ասել։ Եկեք դեն դիմաց տեսնենք ինչ եք ասելու։ Դատանում էլ չկարողացան ոչինչ ասել։ Այնպես որ կրկնություն բառը խնդրում եմ վերջո անենք, որ սա իրավական առումով հանցակազմի համար բացարձակապես որևէ նշանակություն չունի։ Տեսեք, Սրբազանին չէին հրավիրում խաշ ուտելու, ու ինքն էլ որոշել գնար, թե չգնար։ Ասում են, մեկ էլ են քնիչը որոշել է ձերբակալել։ Հիմա Սրբազանը իրականում ընտրություններ չուներ։ Բայց քանի որ այդ մասում կային նաև քահանաներ, որոնք դեմ էին արտահայտվում, բնականաբար այստեղ արդեն ձերբակալման մեթոդի մասին պետք է խոսենք։ Կամ իրենք Սրբազանին փորձել են բռնի ուժով, ու մենք անկեղծ ասած սպասում ենք, որ հատուկ նվաստացնելու են, այսինքն քաշ քշելու են, ձեռնաշղթա դնեն, գցեն Սրբազանի ձեռքը, մենք այդպես էինք արդեն տրամադրած, որ դա են ուզում անեն։ Եղանակի մասն էր խոսքը։ Եթե նույնիսկ պատկերացնենք այսպիսի վիճակ, 20,000 քաղաքացի հավաքվեր, իհարկե այդքան քաղաքացի չհավաքվեց, որտեղ խոչընդոտում էին, փակել էին ճանապարհներ եւ այլն, եւ լավ ասենք 5 օր հերթապահություն անեն, չթողային։ Ի վերջո բոլորս էլ լավ գիտենք, որ միևնույնն է, իրենք գրոհելու են, իրենք մի հարմար առիթ, մի օր, ինչ որ մի օր, երբ որ քաղաքացիների բանը զգոնությունը թուլանա, ինչ որ մի օր մտնելու են եւ Սրբազանին ձերբակալել են ու շատ վատ ձևով։ Այսինքն դա լուծում չէր, եթե ասենք չէ, մնում ենք այստեղ, դա արկածախնդրություն էր։ Սրբազանը ամենայն դեպս այդպես համարեց։ Ես որպես փաստաբան, այո, ես ասել եմ, կա այս տարբերակները։ Այս տարբերակը իրենք կարող են այսպես անել, ու մենք քննարկում ենք, ասում ենք, լավ, ի վերջո Նիկոլ Փաշինյանը ընդունակ է արդյոք նման հրաման տալ։ Եվ հասկացանք, որ այո կարող է, եթե հիշում եք Facebook-յան իր էջում գրում էր, վախեցաք, թաքնվել եք ժողովրդի հետևը, այդ տիպի բաներ էր գրել։ Ինքը մենք միջև Էջմիածից հասանք կոմիտե մի 3 հատ ստատուս ծնվեց։ Հասկանում եք, ու կեղտոտ է իր այդ նույն ոճի մեջ։ Այսինքն այս պայմաններում մենք այլ ընտրանք չունենք։ Հիմա ու ասեմ ավելին, իր հոգևոր եղբայրներն էլ ասեն Սրբազան ինչպես կորոշեք։ Ինչպես կորոշեք ու դա Սրբազանի որոշումն է։ Եվ ասեմ ավելին, ի սկզբանե էր Սրբազան այդպես որոշել։ Երբ որ դեռ չկար այս դիմադրություն, որևէ բան չկար, երբ որ իրանք երկու հոգով եկել են, իհարկե դուրսը կուտակվել են, Սրբազանի հետ խոսել ենք, Սրբազանը այդ ժամանակ էր ասել, չէ, ասել ես
փորձեմ գնամ, բայց գնանք քահանաներին մի հատ բացատրենք, որ չստացվի, ես եկել եմ համակարգեմ իրեն ժողովը, ու ես չկամ, թողեցի գնացի։ Երբ որ քահանաների հետ սկսեց խոսել, այդ ժամանակ արդեն կրկերը թեժացան, քահանաների այդ ռեակցիան բնական արդար ռեակցիան, բնականաբար վերեց այս բանի խոսակցությունները, հետո արդեն ոստիկանները սրեցին, ԱԾ-ն սրեց, դիմակայված զինված մտել են ներս, իմ տեղեկություններով նույնիսկ նմանատիպ դեպք, որ ոստիկանները մտեն, նույնիսկ ասում եք խորհրդային տարիների չի եղել, որ ասում են մտել են տարած, բայց այսպես այս քանակով եւ զինված այսպես չի եղել, մի քանակով մտել են։ Այնպես որ սա աննախադեպ երևույթ էր մեր սուրբ վայրում նման ձևով պղծության փորձը։ Իրենք ասել են մենք պետք է կատարենք քննիչի որոշումը, մենք պարտավոր ենք կատարել։ Ես ասեմ, այդ ներկայացած անձինք էլ այնպես չի, որ իրանք ուզում էին դա, իրանք էլ են խնդրում, ասում են խնդրում ենք, մենք չենք ուզում այստեղ բախումներ լինի եւ այլն, բայց երբ որ այդ ընթացքում էլ արդեն ոստիկաններն ու ԱԾ դիմակայված անձինք մտան, մենք հասկացանք, որ իրենք հրաման են կատարելու։ Մենք, այսպես ասեմ, լավ գիտենք, ճիշտ է, այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետ եւ քրեա դատական գործընթացին մասնակցելու իրավունք չունի, բայց մենք լավ գիտենք, որ իրականում սահմանադրական կարգը ինքն է տապալել։ Ինքը բոլոր 3 իշխանությունները ուզուրպացրել է, վերցրել իր ձեռքը, ինքը եւ քննիչ է, եւ դատախազ է, եւ դատավոր է։ Մենք իհարկե սա հետ կապված փաստաբաններով նաեւ հանցագործության մասին հաղորդում ենք նախապատրաստելու, դրա շուրջ աշխատում ենք։ Ընդհանրապես իր այս վերջի վարկակցը որ բոլոր տեղերում ինքն է։ Ուր գնում ես ինքն է, քննիչի տեղում ինքն է, հետա քննիչի տեղում բոլոր տեղերում ինքն է։ Ներողություն սա ավարտեմ, այսինքն այս դեպքում սրբազանն էլ ու բոլորս էլ համոզված են, որ ինքը այդ հրամանը տալու է, ավելին փորձելու է իրավիճակը սրել, բախումներ առաջացնել, որպեսզի եկեղեցուն ներկայացնի որպես հակաիրավական կառույց, որը փորձում է օրինական վարկագծից շեղվել, որպեսզի հնարավորություն ունենա մուտք գործել, մենք լավ գիտենք, որ ինքը ուզում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսին փոխել, դա չի թաքցնում, ուղիղ ասում է։ Եվ դա նրա հերթական քայլերից մեկն է։ Դա լավ հասկանում ենք ու պատկերացնում ենք։ Եվ դա քաջ գիտեր նաև Սրբազանը։ Ուզում ասեմ, այս առումով Սրբազանը ամենասկզբից ինքը որոշել է, որ ինքը պետք է գնա, հետագայում նույնիսկ այս սրացումների դեպքում ինքը ասաց չէ, ես գնում եմ։